86 տարի առաջ Շուշիում ծնված Էլիա տատը մարտի 8-ի առթիվ ամուսնուց ծաղիկներ երբեք չի ստացել, բայց ասում է գոնե մի փոքրիկ նվերով կյանքի ընկերը փորձում էր այդ օրը առավել հիշարժան դարձնել։ Հաճելի հուշերը նրան տեղափոխում են երանելի ժամանակներ, երբ որդին դեռ չէր զոհվել, ինքն էլ ընտանիք ուներ։ Նվիր էր ինքոնում պիրում։ Ինչ նվեր։ Նվիրը լի ինգիդամ։ Մին կուխուկցիլի, я միջող ճուլկի։ Ասում չում հիչեր, չէ, հինչ ուժորն է սիխնումա, բիզի խոխը չահացոտին, նիվիրիտին իմ բեղին։ Էլիա տատը բռնի տեղահանումից հետո է հանգրվանել Արծվաբույն տարեցների սպասարկման կենտրոնում։ Տատն ու տարեցների կենտրոնի մյուս կանայք մարտի 8-ի առթիվ այս տարի ծաղիկներ ստացել են։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցներն են այցելել ու նրանց հետ նշել գարնան առաջին տոնը։ Արծվաբույնը մշտապես եղել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ուշադրության կենտրոնում։ Ձեռնարկության հոգացությունը կենտրոնի տնօրենի խոսքով զգում է յուրաքանչյուր շահառու։ Կոմբինատի ամենամյա հատկացումներից անցյալ տարի տեղում վերանորոգման աշխատանքներ կատարելու համար են բաժին հանել։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը տարվա կատարվածքով փոխանցում է 20 միլիոն դրամ, որը ներդրվում է կենտրոնի աշխատանքները իրականացնելու նպատակով։ 9 միլիոն դրամ տրամադրել են շինարարական աշխատանքներ իրականացնելու նպատակով։ Հիբդովին կառուցվել է 4 սանհանգույց, 2 լոգարան, վերանորոգվել է 2 ննջասենյակ, ճաշարան, ճաշասենյակներ, խոհանոց եւ լվացքատուն։ Ձեռնարկության աշխատակիցներին այստեղ հարազատի պես են ընդունում, նրանք էլ տարեցներին այցելելու առիթը բաց չեն թողնում։ Երբ յուրաքանչյուր այցելության ժամանակ տեսնում ես այդ տարեց մարդկանց հաշմանդամ, կյանքի դժվարին պայմաններում գտնվող մարդկանց այդ աչքերի փայլը, այդ ուրախությունը, հասկանում ես, որ այդ օգնությունը իզուր չի արվել եւ դա տեղին է։ Կցանկանայի նաեւ նշել անձնակազմի աշխատանքը, որը բավականին բարդ, բավականին պատասխանատու եւ կրկին նայելով հասկանում ես, որ իրենց աշխատանքը իրոք լիարժեք են կատարում։ Կարլոս Պապի սրտով չէ մարտի 8-ը, նա երկու պարին չի մասնակցում։ Ասում է երիտասարդ ժամանակ էլ չէր սիրում այդ տոնը, նրա համար առավել մեծ ու նշանակալի օր է ապրիլի 7-ը։ Մեր կանանց տոնը ապրիլի 7-ին է։ Քրիստոնեական արժեքներ են երկնում մենք։ Ապրիլի 7-ին է։ Ես ամիսը կհամարենք, որ այդ տոնի նախապատրաստությունը մի ամսակ եք հայտարարում։ Կանանց տոնը սարքենք մի ամիս։ Ձեզ հետ այստեղ գտնվող կանանց ինչ կմաղթեք։ Առողջություն, իրանց ինչ պիտի մաղթեմ, առողջություն լինի դա իրանց։ Փոխարենը Վարուժան Պապը տոնական միջոցառման կենտրոնում է։ Տասնամյակներ շարունակ պատմություն է դասավանդել։ Տարեցների սպասարկման կենտրոնում էլ լավ շախմատ խաղացողի ու ամեն հարցից գլուխ հանողի համբավ ունի։ Շնորհավոր եմ բոլոր համայն հայության հայուհիներին, կանանց մարտի տոնի առթիվ եւ ցանկանալ բոլորին հաջողություն, առողջություն եւ նյութական անսպառ առատություն։ Այսուհետ թող երբևէ վիշտ ու դառնություն չտեսնեն։ Առողջություն եւ արժանապատիվ ծերություն։ Սրանք են այն մաղթանքները, որոնք ուղղված են տարեցների սպասարկման կենտրոնում հանգրվանած մարդկանց։ Իսկ նրանց ցանկություններին մշտապես խառնվում են օրհնանքներն ու խրատները։